Փառաքարե սիրելի բնակիչներ, հարգելի ներկաներ եւ մյուս բնակավայրից եկած սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, եկեք առավոտի հələ քաղաքական process-ը պետք է արթնանա, միած կապերով արթնացնենք քաղաքական process-ը։ Ժողովուրդ, նախ ես ուզում եմ գույն ելույթը սկսելուց առաջ եւս մեկ անգամ խստորեն դատապարտել Փառաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանությունը եւ դա ինչ որ տեղի ունեցել կատարելապես եւ բացարձակապես անընդունելի է եւ իմ դիրքորոշումը ես արտահայտել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատեմ, որ իմ ակնկալիքն է, կարծում եմ բոլորի ակնկալիքն է, որ տեղի ունեցածը համոզիչ եւ ամբողջական կերպով բացահայտվի եւ բոլոր մեղավորները բացահայտվեն եւ արժանանան համապատասխան պատասխանատվության։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված, որովհետեւ դա մեր պատկերացումը չէ եւ չի կարող լինել Հայաստանի Հանրապետության մասին եւ նման գործելակերպը իրավապահ համակարգի եւ պետական համակարգի հստակ եւ տարընթերցումների տեղ չտվող դիրքորոշումներով պետք է բացառվի։ Սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք նախընտրական քարոզարշավը եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր ուղերձները նույնն են Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի մեր սիրելի բնակիչներին եւ ըստ էության երբ որ մենք նայում ենք մեր անցած ճանապարհին, այսօր առավոտ Արմավիրի մարզպետի հետ մենք եթերում խոսեցինք դրա մասին, մենք այդ ընթացքում Արմավիրի մարզում ավելի քան 200 միլիոն դոլարի տարբեր ծրագրերով ներդրումներ են կարել, ավելի քան 200 միլիոն դոլարի 2018 թվականից սկսած մինչև 2026 թվականի մայիսի 1-ը եւ մենք հստակ եւ աներկբա բոլոր մարզերում, բոլոր բնակավայրերում մենք կարող ենք տեսնել այդ երևույթը, որը մեզ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ծաղկում է ապրում բառիս բուն իմաստով եւ այդ ծաղկումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող քաղաքացիների աշխատանքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ քաղաքական մեծամասնության խորհրդանական մեծամասնության համակարգմամբ։ Ես էլի ուզում եմ ընդգծել, որ մենք 2 ամիս առաջ սկսեցինք Հանրապետությունով մեր երթը ուրախ ավտոբուսով եւ այդ ուրախ ավտոբուսով ճամփորդելով արձանագրում ենք, որ եկել հասել ենք ուրախ Հայաստան եւ դա ամենակարևոր եւ դարամակազմիկ փոփոխությունն է, որ մեր իրականության մեջ տեղի է ունեցել։ Այո, մենք անցել ենք շատ բարդ process-ների միջոցով, բայց Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այլևս դարդոտացության տրամաբանությունից դուրս են եկել, որովհետեւ մարդիկ տեսնում են իրենց առաջ կյանքի տեսադաշտ, ապրելու տեսադաշտ, տեսնում են, որ ազատությունը կարող է լինել հարատև եւ մշտական, պետությունը կարող է լինել հարատև եւ մշտական, խաղաղությունը կարող է լինել եւ պետք է լինի եւ լինելու է հարատև եւ մշտական։ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն եւ ես ձեզ բոլորիդ խաղաղության առիթով եմ շնորհավորում։ Եվ խաղաղությունը իմիջայլոց, խաղաղությունն էլ է գործընթաց եւ մենք առաջին օրից էլ Հայաստանը տարել ենք այդ տրամաբանությամբ եւ այդ ճանապարհով, որ Հայաստանի Հանրապետությունում կյանքը ծաղկի։ Ի վերջո մենք հաղթահար ենք մակարման, գոյատևման տրամաբանությունը։ Մենք հաղթահար ենք քարից հաց քամելու տրամաբանությունը, որովհետև քարից հաց քամելու անհրաժեշտությունը մեր երկրում պիտի չլինի։ Մենք տասնյակ, հարյուրավոր
տեխնիկաներով ենք ապահովել մեր գյուղատնտեսության ոլորտը, տեխնոլոգիաներով այսօր մարզպետը ասում է, որ մենք խոսում ենք 2018 թվից մինչև այսօր դուք պատկերացնում եք Արմավիրի մարզում ավելի քան 6000 հեկտար ինտենսիվ այգի է հիմնադրվել, 6000 հեկտար։ Մենք հասկանում ենք ինչ թվի մասին է խոսքը, որովհետև ինտենսիվ այգին են այգին է, որտեղ բացարձակապես քարից հաց քամելու անհրաժեշտություն չկա։ Ինտենսիվ այգին են այգին է, որտեղ նստում ես, սուրճ ես խմում, իհարկե նաև աշխատում ես, բայց այդ աշխատանքը հաճույք է։ Վերջին շրջանում ես տարբեր տեղերում գնում եմ, մասնավորապես ջերմոցներ, սկսած նրանից, թե ինչ պայմաններում են մարդիկ աշխատում, ինչ պայմաններում են աշխատում, սկսած ճաշարանները, սկսած հանդերձարանները, սկսած լոգարանները ի վերջո, եւ գյուղատնտեսությունը մեր աչքի առաջ փոխվում է, եւ ըստ մեր տվյալների, այդ 6000 հեկտար այգիների ստեղծման համատեքստում հարյուրավոր աշխատատեղեր են ստեղծվել, այդ թվում Արմավիրի մարզում, եւ ես սրա առիթով եմ շնորհավորում մեզ բոլորիս եւ արձանագրում եմ, որ մենք Հայաստանի գյուղատնտեսության անցումը մեր իմացածից դեպի ինտենսիվ պետք է մեծագույն տեմպերով շարունակվի։ Իհարկե սրա համար կարևորագույն գործիքներից մեկը այդ թվում ջրի կառավարման ոլորտում հասնել բոլորովին նոր իրավիճակի եւ մենք գնալու ենք անպայման այս ճանապարհով, սկսած կաթիլային ոռոգումից եւ շարունակած ջրամբարների կառուցում, շարունակած ջրի կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում։ Եվ մենք շարունակաբար գնալու ենք այս ճանապարհով եւ ջրային թեմաները, ինչպես արդեն ասել ենք, մեզ համար լինելու են 5 առաջնահերթություններից մեկը առաջիկա 5 տարիների ընթացքում։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականից Հայաստան Փարաքար համայնքում 2 հոյակերտ դպրոց է կառուցվել։ Մեկը Պտղուն գյուղինը, ես հիշում եմ 2018 թե 19 թվականին էր, երբ որ ես Արմավիրի մարզից էի վերադառնում, կամ չեմ հիշում որտեղից էի, այսինքն Արմավիր մարզից էի անցնում էի, եւ ժողովուրդը փողոցում ճանապարհին կանգնած էր, ասին մարդիկ հավաքվել են, բան ունեն ասելու, չպլանավորված կանգար տեղի ունեցավ եւ մարդիկ ուղղակի ասում էին, խնդրում ենք եկեք մեր դպրոցը տեսեք։ Եվ ես գնացի այդ դպրոցը տեսա եւ սարսափեցի։ Հիմա ես բոլորին ասում եմ, բոլոր հետաքրքրվողներին, Հայաստանի ամենաբանուկ ճանապարհներից մեկն է, Փարաքարով անցնող ճանապարհը։ Բոլորին ասում եմ, խնդրում եմ, գնացեք դե Պտղունքի դպրոցը տեսեք։ Գնացեք Փարաքարի դպրոցը տեսեք։ Եվ գնացեք տեսեք։ Գնացեք Փարաքարի եւ Պտղունքի դպրոցները տեսեք։ Եվ ցույց տվեք ընդհանրապես, ես չեմ խոսում վերջին 30 տարվա պատմության մեջ։ Ցույց տվեք Հայաստանի բազմահազարամյա պատմության մեջ, Հայաստանի Հանրապետությունում նման որակի դպրոցներ երբ են եղել, երբ եւ որտեղ են գոյություն ունեցել։ Ցույց տվեք այդպիսի մի դպրոց։ Եվ էսա, երբ որ մենք ասում ենք հեղափոխություն, հեղափոխությունը ոչ միայն այնա, ինչ որ տեղի ունեցել 2018 թվականի մարտ-մայիս ամիսներին։ Հեղափոխությունը Պտղունքի դպրոցն է, հեղափոխությունը Փարաքարի դպրոցն է, հեղափոխությունը այն կառուցված հազարավոր կիլոմետրերով ճանապարհներն են, լուսավորության ցանցերն են, մանկապարտեզներն են, տասնյակ մանկապարտեզներ, եթե ժողովուրդը չի դավաճանում, Պարմարպես 70 մանկապարտեզի մասին է, 74 մանկապարտեզ Արմավիրի մարզում, 74 մանկապարտեզ, երբ միևնույն ժամանակ, միաժամանակ այսքան շինարարություն եղել Արմավիրի մարզում։ Այսօր ճիշտ է մենք եթերում ասցինք, որ հիմա երևի մենք մոտեցել ենք Խորհրդային միության շինարարության տեմպերին, բայց ես չեմ բացառում, ես դժվարանում եմ ասել, հիմա նոր ասի նոր մտքովս անցավ, ես չեմ կարծում, թե ենթադրենք Խորհրդային միության ժամանակում եղել է մի հնգամյակ,
որ Արմավիրի տարածաշրջանում միևնույն ժամանակ 70 մանկապարտեզի եւ տասնյակ դպրոցների շինարարություն իրական 30 դպրոցի եւ 70 մանկապարտեզի շինարարություն ընթանա